Երբ որ Կենիայում դեռ պետությունը չէր հայտնել մեր ջոկատի մասին, երբ որ աշխարհի թերթերը դեռ անդրադառնում էին մի քիչ վատ ձևով, երբ որ նախագահի աղջիկը չէր հայտարարել, որ մենք նշանված ենք, Ռոբերտ Քոչարյանը ամբողջ ընտանիքի անդամներին Գերդաստանի հավաքում տանում են ԱԾ, պահում են մի օր, առավոտից գիշեր, ով են, ինչ են ուզում, մի խոսքով բարեկամներ ունեմ, որ մինչև հիմա իմ հետ չեն էլ շփվում այդ օրվանից, էլի։ Այսինքն Քոչարյանի հետ ոչ մի կապ չունի, սենց ասեմ, Քոչարին երևի որ ավելի լավ լինի դեմոկրատական հենց ցենտրալիզմն է հանդիսանալու, որ մեր հայ ազգի մոտ չկա, էլի։ Ասենք մենք ՍՍՀ-ից հետո դեմոկրատական ցենտրալիզմ չենք կարող պատկերացնենք, մեր էթնոսը հենց չունի այդ բանը, էլի, որ ամեն մեկը մի գեներալ է, իսկ դեմոկրատական ցենտրալիզմը շատ լավ ձև է միասնության չասեմ, համախմբման, հա։ Եվ հենց Քոչարին այդ դեմոկրատական ցենտրալիզմի սիմվոլն է եւ ամեն, ասենք, ըստ ընդգրկվածության աշճանի կուսակցության անդամի համար դա տարբեր խորհրդանիշ է լինելու։ Մեկը շատ է ընդգրկված լինելու է պար, մյուսը ավելի շատ, մյուսը տարբեր։ Ես ցավում եմ, որ կուսակցությունները ընտրում են ինչ-որ մեդություն, որը որ բացի հայամեդությունից այն կողմ է դրված։ Ռուսամեդություն, կրեմլյամեդություն, եվրոմեդություն, բայց հայամեդություն, ես իրոք ցավում եմ, որ կուսակցությունները նույնիսկ հայտարարում են այդպիսի արտահայտություններ են անում։ Կուսակցությունները շատ են, բայց ես ձեզ ասեմ, որ ամեն տեղ են կուսակցությունները շատ, մի հավատացեք, որ ասում են նահանգներում 2 կուսակցություն կա, ոչ, իրականում 200-ից ավել են գումարած կան հավատացիալական խմբեր այնտեղ, որ ունեն կուսակցական թույլտվություններ։ Հիմա ինչքան էլ Հայաստանում կուսակցությունները շատ լինեն, մենք հետևել ենք ամեն անձնագիր տվողին, ամեն գրանցվողին, նրանք անցնում են տարբեր կուսակցություններ, այսինքն մոտավոր հաշվարկով կուսակցական ծրագրերի մեջ Հայաստանում ամենաշատը 10,000 հոգի է ընդգրկված։ Այսինքն ձեր մոտից եկան մեր մոտ, դուք տխրեցիք, մենք ուրախացանք, հետո մեր մոտից գնացին ուրիշի մոտ։ Հիմա ինչ վերաբերվում է հենց այդ կուսակցություններին, որ ինչ-որ մեկի արբանյակն են, ես մարդիկ կեղծ կուսակցություններ են ասում, ես ասում եմ կառավարվող, թե իշխանության կողմից, թե այլ երկրների կողմից, հա, կառավարվող ընդդիմություններ, կառավարվող կուսակցություններ։ Այդ կուսակցությունների հիմնական վախը, երբ որ փողոց են դուրս գալիս, այն 50-70 հազարն է, որը որ հայերեն, չգիտեմ ոնց ասեմ, ոչ affiliated մասսան է, հա, հայերեն այդ բառը չգիտեմ։ Ոչ բավականացնող, էլի, այդ բանի համար։ Հա, հիմա այդ կուսակցության անդամի շուրջը փողոցում, երբ որ 70,000 մարդ է հավաքվում, ինքն էլ ստեղծված է ինչ-որ օրակարգ կատարելու համար, այդ կուսակցության ղեկավարը արդեն պանիկայի մեջ է, վախի մեջ է, քանի որ ի սկզբանե նրա նպատակները, օրակարգերը եղել է այս կառավարությանը կամ ինչ-որ ուժի բավականացնել, իսկ այդ ոչ affiliated մասան ամեն ինչի ընդունակ է, նրանց պահանջը արդար է, դա ժողովուրդն է, նրանք կարող են միկրոֆոններ ձեռիցդ խլել, նրանք կարող են բեմնել ձեռիցդ խլել և անել այն գործողություններ, ինչի համար, որ հավաքված են։ Հիմա այս կառավարվող կուսակցությունների նպատակը որն է, հոգնացնել, քայլացնել, ցրել, հասցնել այդ 5,000, 10,000, 2,000 իր թիմակիցներին, այդ ընթացքում գտնել, հայտնաբերել հայրենասեր տղաներ, ձերբակալել տալ, ժողովրդի լեզվով ասել, փուրը տալ, որոնք կփախնեն, որոնք կալանքի տակ կլինեն, որոնք տնային կալանքի տակ կլինեն, շարժումը տանել հանգուցալուծման, հանձնման, այդ 2,000 հոգիներ իրենց թիմակիցները կամ ամոթից իրանց հետ չեն կռվելու, մի մասը նեղանալու է, գնալու է, մի մասը ասելու է դե ճանապարհ եմ անցել
ամանչելյուախոսավոր խապվեց, ծախվավ ու տենց Այսինքն դուք համարում եք, որ կուսակցության որոշ կուսակցությունների այսպես նպատակը ժողովրդական այդ ընդվզման այդ երմանաստիճանը իջեցնելն է, գոլոշին բաց թողելը։ 100%։ Ես չեմ մտածում, ես դա գիտեմ։ Եթե մի երկրում դու կառավարություն ես, մյուս երկրում դու ընդդիմություն ես, այս մարդկանց արարքները դառնում է շատ կանխատեսելի ու տեսանելի, էլի։ Իշխանության չենք ձգտում, մենք ծառայության ենք ձգտում, ես գտնում եմ, որ հենց ի սկզբանե պետք է հարցը ժողովուրդը ճիշտ դնի, կուսակցությունները կամ այդ պետական աշխատողները, դրանք ծառայողներ են եւ այդ իշխանություն բառը պետք է ամբողջովին հելնի ժողովրդի բառապաշարից միջև եւ թե մի ժամանակ Հայաստանը կգնա միապետության կլինեն իշխաններ, նոր ասեք իշխանություն, այսինքն իշխանություն բառը ժողովուրդը ընդհանրապես չթողի այդ բառը։ Ինչպես եք դուք անվանում։ Ծառայություն։ Ծառայություն հիմա դժվար է անվանել օրինակ ներկա կամ նախկին իշխանություններին ծառայողներ։ Տեսեք, երբ որ դուք հարցը իմ հետ եղել է դեպքեր, երբ որ ինչ-որ հարցով մտել եմ պետական հիմնարկ, ոստիկանը կամ աշխատողը ասել է, խոչընդոտում եք իմ աշխատանքը, ես նրան կարգի եմ բերել, ասել եմ հարգել ես, եկեք մի հատ հասկանանք, ես աշխատում եմ, դուք ծառայում եք։ Մի հատ տեղից սկսենք ու մարդիկ իրոք կարգի են գալի, երբ որ հասկանում են, որ դու ես աշխատավարձը տալի, որ ինքը այդտեղ գտնվում է, քո հարկերն են, քո տուրքերն են։ Մի խոսքով կա արդյոք Հայաստանում կուսակցություն, որը որ իրոք մեր պես ցանկանում է, ես կասեմ կան կուսակցություններ, որոնք մեր հետ բանակցում են, որպեսզի մեր ծրագրերը, մեր գաղափարները տեսել են, որպեսզի այս կամ այն կողմով միավորվեն, ես էլի եմ ասում, միավորումներին դեմ եմ, մենք չենք կարող միավորել այս ժողովրդին, եթե մեկի տղեն այնտեղ խրամատներում ցեխի ջրի մեջ է, մյուսի տղեն նիվեն նստած ռաբիզ երաժշտությունում քաղաքում էսերի ծենծերը քշում է կամ գիշերային կլուբներում ժողովրդի լեզվով ասած կայֆավատալն, բայց մենք կարանք համախմբենք, ուրեմն ժողովուրդը սրա տարբերությունն է պետք է, միավորում այդ նշանակում որ ամեն ինչով քո հետ համաձայն եմ ու քո կողքին եմ, իսկ համախմբումը քո հետ կան հարցեր, որ համաձայն չեմ, բայց ընդունենք ընդհանուր խնդիր, որ այդ խնդրի շուրջ մենք քո հետ համախմբում ենք։ Հիմա կան կուսակցություններ, որ գնում է բանակցություններ համախմբվելու համար, դեռ շուտ է ասել, կա լուրջ շահի բախում, ասենք, կուսակցությունը էլի դա խումբ է իր պետռեգիստրով, որը որ ձգտում է իշխանության, հա, ինքը տենց է ձևավորվում, այսինքն եթե այս խումբն է ձգտում իշխանության, իմ կուսակցությունն է ձգտում իշխանության, լուրջ շահերի բախում կա, ու դա հենց դրա համար էլ արված է, այս խորտ անգլոսաքսոնական կառավարման ձևը, որը որ մեր համար խորտ է, եւ մենք ազատվելու ենք դրանից։ Հենց ստեղծված է, թե կուսակցություն, թե աղանդ, ազգերը բաժանելու նպատակով։ Հիմա ինչ վերաբերում է ձեր ասած այդ բառերն է չեմ սիրում ասել նախկին ներկա էլի դա պարակտման բառեր է մանիպուլացված, կա նրանց մեջ արդյոք ինչ-որ ուժեր, որ ցանկանում են, տեսեք, եթե անհատներին վերցնենք բոլորին էլ, հա, բոլորն էլ լավ մարդիկ են, մենք մի փոքրագույն ազգ ենք, ամեն տեղ էլ դասարանցի ունենք, կուրսեցի ունենք, ընկեր ունենք, բայց ես չեմ տեսնում մի կուսակցության ղեկավար, ով ինպես թևերը կկշտի կմտնի գործի մեջ, ես անկեղծ եմ ասում, ոչ թե ինքնագովազդով եմ զբաղված, ես մինչև հիմա այդպիսի կուսակցության ղեկավար չեմ տեսնում, որ իրոք թևերը կկշտի, այդ ձեր ասած նախկինները մտածում են, արա սենց կարելի էր թալանել, բագանք հիմա մենք թալանենք, մենք այն վաղտ գախնի ենք անում, փոքր ենք անում, մտածում են, բա սենց կարելի էր, մի խոսքով նոստալգիա եմ տեսնում իշխանության, այդ մարդկանց կառավարելու, այո, ոչ մի ազգի համար գործ չեմ տեսնում, ես տեսնում եմ նոստալգիա, այդ ուժի, այդ բռնաճնշումների, նոստալգիա։ Ու կան կուսակցության ղեկավարները, որ նույնիսկ ես ընդհանրապես ծրագիր էլ չեմ տեսել։ Հենց վերցնենք այդ ձեր ասած
երկրորդ նախագահ, ասենք կա կուսակցություններ հանրապետական դուրս են գալիս ծրագրերով, նույնիսկ ԿՊ-ն ունի ծրագիր։ Ես այս մարդուն չեմ տեսել որ ծրագրով գա։ Կամ գալի ասում է Պուտինի մոտիկ ընկերն եմ, ոչ մի բան չի խանգարում մեր երկրին, որպեսզի մենք դառնանք Սինգապուրի պես մի երկիր։ Ես Իսրայելը եմ ասում, բայց մարդիկ ասում են, դե չէ Իսրայելը կառավարում է բոլոր կողմերին։ Տեսեք, մենք առաջի հերթին պետք է հրաժարվենք մեր բևեռ ունենալուց, այսինքն կամ Արևմուտք, կամ Ռուսաստան, ոչ, Սինգապուրի պես երկիր, համ Չինաստանի հետ է լավ հարաբերության մեջ, համ Արևմուտքի հետ, ամբողջ աշխարհի հետ լավ Հայաստանը ունի այդ պոտենցիալը։ Չէ, ներկայ իշխանությունը զիջողական քաղաքականություն է անում։ Նրանց համար խաղաղությունը դա զիջողականություն է։ Նրանք ասում են, եթե հիմա ասած նայենք նրանց ասածները։ Ես արտաքին քաղաքականությանը մի հատ բան կդնեի, հա, որ ճիշտ են անում, փորձում են, բայց ասելն ու անելը Իսրայելը իրանական պատերազմից առաջ, այս փոքր պատերազմից առաջարկներ եղավ, ստեղծեք հարթակ։ Հայաստանը կարա այդ հարթակը լինի, ոչ Իսրայելն է ուզում պատերազմ, ոչ Պարսկաստանն է ուզում։ Սկսեք ժողովրդական այդ բանակցություններից, համայնքներով, հայ համայնքը ընդեղից, հայ համայնքը չեք կարա հիմա պետությունները բերեք բանակցությունները, սկսեք գաղտնի բանակցությունները Հայաստանում, տրամադրեք այդ, սարքեք Հայաստանը այդ հարթակը, Հայաստանը կարա այդ կամուրջը լինի, մանավանդ որ երկու կողմերն էլ շահագրգռված չեն իրարը տենց խփելուն։ Եվ դա շարունակվելու է, մենք կարանք հաշվենք քառօրյա պատերազմ, այդ որ ինչ որ եղավ, Հայաստանն էլ դրա շահագրգռվածն է, փախստականներ, ռեգիոնի, այսինքն ասելն ու անելը դա տարբեր է, եթե դու ասում ես ու չես անում, դա ինչ որ պոպուլիստական PR գործողությունները արդեն այդտեղ ամեն ինչը վերջանում է։ Եթե դու ասում ես, կան ասենք առաջարկներ, դուք դուրս եք գալիս շատ բաներ Քոչարի կուսակցության ասածներից կրկնում եք, բայց արեք, մենք դեմ չենք, մենք մեր ծրագիրը նույնիսկ տվել ենք, ասել ենք, որ ժողովուրդը հասկանա, մենք աթոռի կռիվ չենք անում, մենք տվել ենք, ասել ենք, ԿՊ, իշխանություն, վերցրեք, կամ դուրս Իսկ հրապարակված ձեր ծրագիրը ձեր կայքում։ Այո, կայք դեռ չունենք, մեր տելեգրամյան ալիքներում ուղարկել ենք կառավարություն, ասել ենք, կամ դուրս եկեք, ասեք ինչն է սխալ, կամ արեք, մենք աթոռի չենք ձգտում, արեք, ժողովրդի համար արեք։ Նրանք դուրս են գալիս պոպուլիստական թեզերով, կրկնում են ինչ-որ բաներ են ասում, մեր ասածը հակադրում են, բայց քայլ չեն անում։